Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման ընթացքում հնչած ելույթներից քչերն էին վերաբերում զեկույցին։ Հերթական նիստը, որ ընդհատվել էր նախորդ շաբաթ, շարունակվեց նույն աբովանդակ քաղաքական ելույթներով։ Դաշնակցությունը մեղադրանքներ է հնչեցնում Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու համար, իշխանությունը հիշեցնում է 20-րդ դարասկզբին կնքած Բաթումի այսպես կոչված հաշտության ու բարեկամության պայմանագիրը Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ հարաբերություններ նորմալացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունին, Վրացյանին համարում եք դավաճան։ Դուք ի՞նչ կապ ունեք դաշնակցության հետ։ Դուք մերկանցիլ քաղաքական խմբակ եք, որոնք որ ամենատարբեր այս րոպեական քաղաքական շահի համար պատրաստ եք եղել ծիծեռնակաբերդի լույսերը անջատել ու այսօր եկել եք ցեղասպանությունից եք խոսում, մեզ էլ մեղադրանքներ եք հնչեցնում։ Գեղամ Մանուկյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթում Արցախյան շարժմանը վերաբերող հայտարարություններին, նկատեց Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը։ Ասել է, թե իբրև հայ ժողովուրդը վերջապես ընկալում է, թե իր հայրենիքը միայն Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններում է, իր դերքի փայլուն կտրված քարտեզում։ Այս թեզը ձևով փաթեթավորված, բովանդակությամբ խեղաթյուրված եւ նպատակով խիստ վտանգավոր է ու կործանարար, եւ դրա տակ կա մի պարզ ուղերձ. մոռացեք այն ամենը, ինչ դուրս է այդ քարտեզի։ Մենք պետք է ռազմավարական երկարաժամկետ որոշում կայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի քաղաքական ծրագրեր Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօր մենք մեր մեջ պետք է գտնենք կամք բոլոր մակարդակներում, ներառյալ ընդդիմության, փակել հակամարտությունը, վերսկսելու հնարավորությունը արագ սկետից դեպի արևմուտք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տարագիր չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետություն ունի եւ այժմ մեր ինքնության առանցքը ոչ թե մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն է, այն է ցեղասպանությունը, այլ մեզ հետ պատահած ամենամեծ բարեբախտությունը, այն է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Ազգային ժողովի նախագահը եւս արձագանքեց ընդդիմության հնչեցրած քննադատություններին, եզրահանգեց ընդդիմության նպատակը միայն հաջորդ խորհրդարանում հայտնվելն է, ոչ ավելին։ Առնվազն միջև այս պահը դուք չէիք կարողանում ու չէիք ուզում վերցնեք, որովհետեւ պատասխանատվություն է, բայց հետո ինչ եք անելու։ Կանգնելու եք ասեք նախկիններն են մեղավոր, մենք մարդիկ չեն հավատալու, որ մենք ենք մեղավոր, որովհետեւ մասնակից են եղել այդ ամեն ինչին եւ քվեարկել են։ Դուք իշխանություն չեք ուզում վերցնեք նաեւ հիմա։ Չեք ուզում։ Ձեր նպատակը հաջորդ ազգային ժողովում հայտնվելն է։ Մրցույթը սկսված է։ Ով կհայտնվի ընդդիմության հաջորդ ցուցակներում եւ այն ամեն ինչ որ դուք տեսնում եք հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ մնացած տեղով, ուղղակի առաջարկ է։ Մարդը գալիս է առաջարկում, տեսեք, ես կարամ այսինչ բանը ասեմ իշխանությանը եւ ինձ էլ վերսեք ձեր ցուցակ։ Խնդրեմ, շարունակեք ձեր մրցույթը։ Վերադառնալով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի զեկույցին, կառավարող խմբակցության падգամավորներն անդրադարձան ատելության խոսքի տարածման վերաբերյալ մեղադրանքներին։ Դուք եք տարածում այդ ատելության խոսքը։ Ձեր լրատվականներն են տարածում այդ ատելության խոսքը։ Ամենօրյա ռեժիմով են տարածում այդ ատելության խոսքը։ Ու մեր քաղաքացիները դրանից պաշտպանվելու ինչ-որ մի միջոց պետք է գտնենք, մենք պետք է գտնենք։ Հայաստանում երբեք անկախացումից սկսած, երբեք մամուլը այնքան ազատ չի եղել, որքան այսօր։ Դա ուղղակի դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90%-ին, իշխանությունը 10%-ին։ Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան մեծ շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար, ահա թե ինչու աղմկում է խորհրդարանական ընդդիմությունը։ Եզրափակիչ ելույթում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը ափսոսանք հայտնեց, որ զեկույցի վերաբերյալ քննարկում տեղի չունեցավ, թեև ակնկալում էր, որ գոնե խորհրդարանը կկարևորի իր բարձրաձայնած խնդիրները։ Այնուամենայնիվ падգամավորների հարցադրումներում ու ելույթներում հնչած որոշ խնդիրների անդրադարձավ, մասնավորապես պատասխանեց Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Կալստյանի հնչեցրած մեղադրանքին, թե իբր ինքն անհարգալից է արտահայտվել եկեղեցու նկատմամբ։ Նա սուտ է ասում։ Այն ինչ ես ասել եմ Սրբազան առաջնորդի հասցեին, ես շատ մեղմ եմ ասել քաղաքական զսպվածությանը պահպանելով, որտեվ կրոնական սքեմ հագնող անձը ինքը վիրավորել էր ԱԳՆ բոլոր աշխատակիցներին, այդ թվում նաև իմ դուստրիկին անվանելով իրանց թուրքական գործակալ եւ կոչ էր արել իրենց բոլոր տվյալները հրապարակել եւ իմ աղջկա սպորտրեն հայտնվել էր մի քանի վայրերում Հայաստանի, որը աններելի արարք է եւ Տիկին Գալստյանը դա չի նկատել։
Ես ուզում եմ կոչ անել, բոլորս լինենք հա երկակի ստանդարտներով չարարժանորդվել։ Տիգրան Հակոբյանը վստահ է, որ հանձնաժողովն ունակ է կատարել շատ ավելի բարդ գործառույթներ, բայց սահմանափակ լիազորություններ ունի, ինչն էլ ազդում է լրատվական դաշտի վրա։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։